Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Եթերում է Կենաց հաց հաղորդաշարը։ Դու ինձ նրանից քիչ ես սիրում։ Երևի սա մի արտահայտություն է, որ ծանոթ է յուրաքանչյուր մարդուն։ Որպես երեխա, մենք այսպես էինք զգում, երբ մեր մայրը կամ հայրը ավելի շատ էին ուշադրություն դարձնում մեր եղբայրներին եւ քույրերին։ Սակայն շատ անգամ մենք սխալվում էինք, որովհետեւ դա այդպես չէր։ Ինչ էր որ լինի աշխարհում կամ մեկը, որ քեզ սիրում է ավելին, քան բոլորը։ Հիսուս Քրիստոսը իր անունը։ Հարց է առաջանում, ինչպես կարող եմ վստահ լինել այս հայտարարության մեջ։ Եվ այս հարցի պատասխանը սա է. նա իր կյանքը տվեց քեզ համար, քո փոխարեն, որպեսզի դու ստանաս մեղքերի թողություն։ Այս մասին գրված է Ավետարանի մեջ. Աստված սիրում է ճիշտ քեզ։ Հարց է առաջանում, ով է Աստված։ Աստված մեկն է, որ ստեղծեց ամբողջ տիեզերքը, երկինքը, երկիրը, ծովերն ու օվկիանոսները, ամբողջ բնությունը եւ վերջում, ամենավերջում Աստված ստեղծեց քեզ, մարդուն, որպես ստեղծագործության պսակ։ Պատահական չի, որ մենք ստեղծված ենք վերջում, որովհետեւ Աստված ամեն հարմարավետությունը ստեղծել է մարդու համար եւ վերջում ստեղծելով բոլոր պայմանները ստեղծում է մարդուն, որպեսզի նա բնակվի այս երկրի վրա, որպես իր տունը։ Եվ այս իրադարձությունը ցույց է տալիս, որ Աստված սիրում է մարդուն։ Սակայն մարդը մեղանչելով հեռացավ Աստծուց։ Աստված ապացուցեց իր սերը մեր նկատմամբ դրանով, որ Քրիստոս մեռավ մեզ համար։ Եվ սա մի իրականություն է, որը ֆիքսված է նաև պատմության մեջ։ Որևէ մեկը չի կարող մերժել այս փաստը, որ 2000 տարի առաջ ապրել է Հիսուս Քրիստոս, որը Աստված է մարմնով եկած, որը կատարեց մի հրաշալի գործ, որպեսզի ապացուցի, որ մեզ շատ է սիրում։ Չգիտեմ, այսօր զգում ես այդ սերը որևէ մեկի կողմից թե ոչ, բայց վստահ եղիր, կամ մեկը, որը ասում է. ով անմահ հոգի, ես քեզ շատ եմ սիրում։ Աստված ապացուցեց այս սերը, եւ այս սերը զոհաբերական, անշահախնդիր, անպայման, այսինքն այս սերը առանց պայմանի է, եւ այս սերը գործնական է։ Աստված չի ասում ես քեզ սիրում եմ եւ դրանով սահմանափակվում։ Աստված ասում է ես քեզ սիրում եմ եւ իր միածին որդուն է ուղարկում քեզ համար։ Սա սիրո գագաթնակետն է։ Սա սիրո կատարելությունն է։ Աստված սիրում է քեզ, ով սիրելի անմահ հոգի։ Եվ այս սերը վաղուց Աստված ապացուցել է քո նկատմամբ։ Ընդունիր Տեր Հիսուսին որպես քո փրկիչը, որպես քո կյանքի թագավորը, եւ դու կսկսես զգալ այդ սերը քո սրտի եւ կյանքի մեջ։ Ես կհիշեմ պատանի տարիքից, երբ որ ես ապաշխարեցի եւ ճանաչեցի Հիսուսին, առաջի բանը, որ տեսա եւ զգացի իմ կյանքի մեջ, դա Աստծո սերն էր։ Եվ ուրեմն ես սկսեցի ապրել այդ սերը իմ կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոս, որ երեք, այսօր եւ հավիտյան նույնն է, նույնպես կարող է քեզ տալ այդ սերը։ Միայն թե կանգ առ, հավատքով նայիր խաչի վրա, հավատքով նայիր խաչյալ եւ հարության Քրիստոսի վրա, եւ նա քեզ կլցնի իր սուրբ սիրով։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։